Վերադարձանք տաղավար։ Մենք առավոտյան այսպես հետաքրքիր մեկնարկ ենք տվել, շատ երաժշտական, որովհետև հարգելի պատճառ ունենք, այսօր հունիսի 25-ն է եւս մեկ անգամ հիշեցնենք համաշխարհային օրը Beatles-ի, բայց երաժշտությունից հեռու չենք գնալու, այս անգամ վերադառնալու ենք երաժշտության մի շատ սիրված ճյուղ, հատկապես մեր կողմից դասական ճյուղին ենք ուզում անդրադառնալ, որովհետև շատ հետաքրքիր նորություններ ունենք մեր երկրում։ Եվ ուրեմն այսպես, հունիսի 3-ից հուլիսի 20-ը շատ ուշադիր եղեք, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ներկայացնում է դաշնամուրային շարք նախագիծը, այդ թե ինչ նախագիծ է սա, երբ է կյանքի կոչվել ու ինչն է նպատակը, որ նա արդեն իսկ մեկնարկը տվել եւ ընթացքի մեջ է, կիմանանք ավելի մանրամասն մի շարք տեղեկություններ արդեն մեր հյուրերից, ովքեր տաղավարում են։ Իսկ մեր տաղավարում են Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հանրային կապերի պատասխանատու Լուսինե Մնացականյանը, բարի լույս, եւ դաշնակահարուհի Լաուրա Ֆարերո-Սադան, բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Դե ինչ, առաջարկում եմ մեր զրույցը սկսենք այն կետից, թե այսինչ ծրագիր է, ինչը պատճառ դարձավ, որ նա կյանքի կոչվեց եւ որ փուլում ենք հիմա արդեն։ Այո, ինչպես նշեցիք, դաշնամուրային շարք նախագիծը արդեն մեկնարկել է եւ իր ընթացքի մեջ է։ Գաղափարը ծնվեց ինչից ելնելով, որ համախմբենք աշխարհի տարբեր երկրներից ժամանած դաշնակահարների մի հարկի շուրջ Երևանում։ Երևանը դարձնենք հետաքրքիր մի հարթակ դաշնամուրային արվեստը եւս մեկ անգամ հանրահռչակելու, հանրայնացնելու եւ հայ ունկնդրին դաշնամուրային երեկոներ պարգևելու։ Ընդհանուր առմամբ միտքն ու նպատակը սա է։ Եվ արդեն մեկնարկել են համերգները եւ ունեցել ենք մի քանի փայլուն մենահամերգներ, օրինակ Ճապոնիայից դաշնակահար ունենք, վերջերս ճանապարհեցինք Տակահիրո Ակիբան, ով կոմիտասագետ է եւ սիրահարված է մեր երկրին ու հայ երաժշտության ուսումնասիրող է։ Նա ունեցավ համերգ հունիսի 10-ին եւ փայլուն կերպով հանդես եկավ ու այդ համերգից հետո հատկապես մենք հասկացանք, որ հայ ունկնդիրը կարիք ունի նմանատիպ երեկոների, հատկապես որ օտարազգիներն են ուսումնասիրում, մեկնաբանում եւ կատարում։ Այսինքն ծրագրի ընթացքում կա ինչ-որ հստակ կոնկրետ սկզբունք, որ պետք է հայ ստեղծագործների, կոմպոզիտորների ստեղծագործներ կատարեն։ Դե ընտրությունը երաժիշտների Ընտրությունը երաժիշտներին է մեծամասամբ, հստակ սկզբունք չկա, պարզապես մեր բախտը բերել է այնքանով, որ գտել ենք այնպիսի երաժիշտների, ովքեր սիրում են հայկական երաժշտություն եւ բավական չէ սիրում են, նաեւ ուսումնասիրում են եւ փաստացի կոմիտասագետ է նա ու նաև Լաուրան անչափ սիրում է հայկական երաժշտություն եւ ուսումնասիրում է, շուտով նա ավելի մանրամասն կպատնի ինչպես է դա ստացվել եւ կարելի ասել մեր նախագծի առանձնահատկություններից մեկը հենց դա է, որ հայկական երաժշտությունը սիրող եւ պրոպագանդող մենակատարներ ունենք։ Քանի որ սա մշակութային երկխոսություն է, կարելի է ասել, ինչ սկզբունքով եք ընտրում այն երաժիշտներին, ովքեր պիտի երկխոսության մասնակից դառնան։ Մեզ համար կարևոր է, որպեսզի երաժիշտները ունենան անցած որոշակի ճանապարհ, բնականաբար պրոֆեսիոնալիզմի որոշակի մակարդակ ու նաև կատարողական արվեստի լավ ներկայացուցիչներ լինեն։ Հստակ ուղղորդված սկզբունք որպես այդպեսին չկա։ Պարզապես շեմ կա, որը անպայման պիտի բավարարվի։ Հրաշալի, ձեր ծանոթությունը Լաուրայի հետ, ձեր համագործակցությունը ինչպես եղավ, նաև խոսենք Լաուրայի մասով ու արդեն խոսքը փոխանցենք նրան։ Այո, ես մի փոքր ներկայացնեմ, Լաուրան ավելի մանրամասն եւ տպավորիչ կներկայացնի։ Մեր ծանոթությունը եղել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր պրոդյուսերի միջոցով, Արմեն Մանասյանի, ով ներկա է եղել Լաուրայի համերգներից մեկին, ընդ որում Լաուրան երրորդ անգամ է Հայաստանում, բայց Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հետ առաջին անգամ է համագործակցությունը։ Մենահամերգներից մեկին է ներկա եղել եւ ապշել է, հիացել ու որոշել է, որ անպայման հաջորդը հենց պետական ֆիլհարմոնիան է նրան հրավիրելու Երևան ու այդպես սկսվել է համագործակցությունը։ Հրաշալի, Լաուրա, ինչպես նաև քիչ առաջ նշեցինք, երրորդ անգամ եք դուք Հայաստանում, բայց թերևս գանք առաջին համագործակցությունից, թե հայերի մասին դուք ինչ տեղեկություններ եք ունեցել, ձեր հետաքրքրությունը ու նաև ձեր վերաբերմունքը հայերի նկատմամբ, որովհետև ձեր կողմից քիչ առաջ այս ձայնասկավառակը տեսնելով
առասպել, հա, նույնիսկ մեր հերոստատողներին կարելի է ցուցադրել, առասպել ու հայկական մոտիվներով հայկական կոմպոզիտորները մեծ հաշվով, այսինքն վաղուց հայկական մշակույթի նկատմամբ կա հետաքրքրություն, որտեղից է սերը ու հետաքրքրությունը սկսվել։ 10 years ago I discovered the music of տարի Komitas. առաջ ես բացահայտեցի ինձ համար Կոմիտասի երաժշտությունը լրիվ պատահաբար ստացվեց։ Ես սիրում եմ շատ տարբեր տեսակի ազգերի երաժիշտների կատարել ու ես ուղղակի հիացած էի, դրանից հետո սկսեցի ուսումնասիրել, տեսնել ինչպիսին է մշակույթը, պատմությունը ու ես վերջին 10 տարիների ընթացքում փորձում էի ավելին իմանալ Հայաստանի մասին։ Առաջին անգամ նախորդ տարի եկա Հայաստան ու հետո հնարավորություն ունեցա հոկտեմբերին այստեղ հանդես գալու, ելույթ ունենալու եւ սա հրաշալի հնարավորություն է նաեւ Արնո Բաբաջանյանի համերգասրահում հանդես գալու ու շատ ողջավորված եմ այստեղ լինելու կապակցությամբ։ Արդեն իսկ 16 մրցանակ եմ ստացել այս ալբոմով եւ աշխարհի տարբեր երկրներում ներկայացնել այլ ու եւ շարունակում եմ։ Ինչ ձեզ բերեց առաջին անգամ Հայաստան։ Ես պարզապես ուզում էի ծանոթանալ երկրի հետ։ Իրականում դժվար է շատ կոմպոզիտորների մասին տեղեկատվություն գտնել, այս երբ գնում եմ տվյալ երկիր, ծանոթանում եմ համատեքստի հետ ու ես նույնպես սիրահարվեցի երկրին։ Ինձ համար իսկապես շատ տպավորիչ էր։ Ես որպես արվեստագետ ինքս շատ աճեցի ու նաև Հայաստանի մասին շատ բան իմացա։ Մենք գիտենք, որ նաև երաժշտությունից բացի այլ հետաքրքրություն ու մասնակցություն նույնպես ունենք։ Այդ համատեղությունը մի տեսակ շատ յուրահատուկ է ամենայն դեպս մեզ համար։ Նաև սրա մասին կուզենայի խոսել ու մեր հերոստատողներին նույնպես կիսվենք այստեղ։ Ես մաթեմատիկոս եմ եւ միևնույն ժամանակ երաժշտություն եմ սովորել ու տարիների ընթացքում ես սովորեցի ինչպես դրանք համադրել տարբեր ձևերով։ Ասպիրանտուրայում ես փորձում էի հասկանալ, թե ինչպես կարող եմ երաժշտությունը կոնցեպտուալիզացնել մաթեմատիկայի շնորհիվ եւ ես հասկացա, որ շատ կարող է ինձ օգնել մաթեմատիկան ժամանակակից երաժշտությունը հասկանալու եւ ավելի համարձակ լինելու։ Հրաշալի։ Իսկ հապպես հրաշալի, վերադառնալով ֆիլհարմոնիային, ինչպես հասկանում եմ, ցիկլերով է իրականացվում համերգային ծրագիրը, քանի ցիկլ կա եւ արդյոք շարունակական է այս ծրագիրը թե ոչ, եւ առաջիկայում ինչ պլաններ կան հստակ այս ծրագրի հետ կապված։ Եվ Լաուրային երբ կունենանք առիթ ունկնդրելու։ Այո։ Դաշնամուրային նախագծի առաջին շրջանն ենք մեկնարկել եւ կամփոփենք հուլիսի վերջին ու քանի որ բավական սպասվածից ավելի լավ ընթացք ունի եւ արձագանքն էլ բավական բուրն է, անպայման կունենանք նաեւ երկրորդ ցիկլը, հավանաբար սեպտեմբերից, օգոստոսին մի փոքր կգնանք հանգստի ու նաեւ ունենք արտիստներ, որոնց չստացվեց, որոնց ժամանումը չստացվեց առաջին շրջանի ամսաթվերին ու անպայման ուզում ենք նրանց եւս հյուրընկալել մեր նախագծին, այդ նաև այդ իսկ պատճառով, հա, սեպտեմբերից կմեկնարկի երկրորդը, հուսանք կլինի նաև երրորդը, չորրորդը ընթացիկ։ Դա հանդիսատեսի ակտիվությունից է կապված։ Այո։ Ակտիվ եղեք, որ մենք կարողանանք նման արտիստների վայելել։ Իսկ Լաուրային երբ կարողանանք Լաուրայի համերգը սպասվում է վաղը 19:00-ին ֆիլհարմոնիայի Արնո Բաբաջանյան համերգասրահում, սիրով բոլորին հրավիրում ենք ու նաև մի հատկանշական եւ հետաքրքիր փաստ հաջորդ օրը հունիսի 27-ին երեկոյան ժամը 5-ին Լաուրան կունենա դասախոսություն երաժշտության եւ մաթեմատիկայի կապի մասին։ Մուտքն ազատ է կարող են համենալ բոլորը։ Իսկ որտեղ։ Նույնպես Արնո Բաբաջյանի համերգասրահում, այո, նույն տեղում։ Կարծում եմ բավական հետաքրքիր դասախոսություն է լինելու, նաև վարպետության դաս որոշակի վարպետության դասի տարեր կներառեն, այնպես որ բոլոր երաժիշտներին եւ ոչ կամ երաժիշտներին, մաթեմատիկոսներին եւ ոչ երաժիշտներին հրավիրում ենք դասախոսության։ Այնպես որ սերներ դուք կարող եք լինել շատ տաղանդավոր երաժիշտ, բայց նոր հետաքրքիր հմտություններ ձեռք բերել մաթեմատիկայի առումով։ Իսկ շատ մաթեմատիկոսներ գուցե չգիտեն, որ իրենք տաղանդավոր երաժիշտ են։ Դուք ունեք հնարավորություն Լաուրայի հետ զրուցելու եւ վարպետաց դասի շնորհիվ ամսի 27-ին ժամը 17:00 17:00 մուտքը ազատ է, չէ՞, նշեցիք, մուտքն ազատ է, ակտիվ եղեք, այցելեք։ Իսկ առասարակ համացանցով կամ որևէ մի պաշտոնական կայքեջեր, որտեղ որ կարելի է գրաֆիկի հետ ծանոթանալու։ Այո, կարող եք այցելել ֆիլհարմոնիայի պաշտոնական կայքեջ filharmonia.am, մեր Facebook-յան, Instagram-յան պաշտոնական էջերին հետևել եւ ամբողջ ինֆորմացիան ընթացիկ բարբերաբար լինում են։
երբ ով որտեղ ինչ Այո։ սպասեն։ Հրաշալի, Լաուրա, շատ շնորհակալություն, որ դուք մեր տաղավարում եք ու Ձեզ նույնպես։ շատ ուրախ ենք, որ դուք հավանել եք Հայաստանը ու շատ ուրախ ենք, որ մեր վարպետների, մեր հանճարեղ կոմպոզիտորների ստեղծագործները նույնպես ձեր շնորհիվ ապրում են ու փոխանցվում սերնդեսերունդ։ Շատ շնորհակալություն ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում։